Շագանակագեղձը միզապարկից անջատել ենք եւ հիմա պետք է ուղիղ ալիքից անջատենք։ Էրեբունի բժշկական կենտրոնում ռոբոտի միջոցով 10-րդ վիրահատությունն է իրականացվում։ Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն իրականացնում է շագանակագեղձի արվատական հեռացում, քաղցկեղն է պատճառը, պրոցեսին հետևում է առողջապահության նախարարը։ Ռոբոտիկ վիրաբուժությունը իհարկե ինչ-որ առումով նաև սիմվոլիկ է, ըստ էության արտահայտում է վերջին զարգացումների ձեռքբերումները եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը համընթաց գնում է զարգացման։ Ռոբոտների առավելությունն այն է, որ ժամեր տևող վիրահատության դեպքում նշտարը կտրում է գերճշգրիտ, այսինքն պրոցեսի վրա չեն ազդում ոչ վիրաբույժի հոգնածությունը, ոչ էմոցիաները եւ ոչ էլ սպասարկող անձնակազմի ֆիզիկական վիճակը։ Ռոբոտները վերացնում են ձեռքերի դողը եւ հնարավորություն են տալիս կատարել միկրոկտրվածքներ։ Արդյունքում վնասվածքներն էլ ավելի քիչ են, պացիենտի մոտ հետագա ցավն ավելի նվազ եւ արյան կորուստը քիչ։ Պացիենտի վերականգնման եւ հետվիրահատական ընթացքը ավելի կարճացնում է, բարդությունները ավելի քիչ են լինում եւ ըստ էության նաեւ որոշակի օրգան համակարգերի ֆունկցիոնալությունը ապահովելու համար շատ ավելի նորագույն լուծումներ են։ Ռոբոտ վիրաբույժը նաեւ ավելի լավ տեսանելիություն է ապահովում բժշկի համար, եռաչափ պատկեր բազմակի խոշորացման շնորհիվ։ Մասնագետը ավելի խորը հատվածների հասանելիություն է ստանում, որտեղ ձեռքի համար խիստ դժվար է աշխատել, քանի որ գործն անում է սարքը, ապա ավելի քիչ է հավանականությունը, որ վարակ կներթափացի եւ դրա հետևանքով կառաջանան բարդություններ, եւ ընդհանրապես սխալի հավանականությունն է նվազում, որովհետեւ որպես կանոն սարքերում ինտեգրվում են արհեստական բանականության բաղադրիչներ։ Այդուհանդերձ պետք չէ մտածել, որ բուն վիրահատությունը կառավարում է հենց ինքը, ռոբոտը, սարքն ամբողջովին կրկնում է բժշկի ձեռքի շարժումները։ Սա նշում եմ հպարտությամբ, որ մեր միջազգային գործընկերներն էլ ասում են, որ այս թիմերը ունակ են, կարող են, ապահովում են նաև նման բարձր տեխնոլոգիական լուծումներով վիրահատություններ։ Ռոբոտիզացված վիրահատության սարքավորումները բավականին թանկ են, բայց շնորհիվ դրանց տարածվածության եւ պացիենտների հետագա վերականգնման ժամանակահատվածի կրճատման դրանք ավելի ու ավելի են տարածվում, այդ թվում Հայաստանում։ Իդեպ այս սարքավորումները թույլ են տալիս հեռավար վիրահատություն իրականացնել։ Աշխարհում գրանցվել է նման փորձ, երբ մասնագետն իրենից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սարքով 5G կապի միջոցով հաջող վիրահատություն է կատարել ռոբոտիզացված համակարգով։